Սիրուններս, այսօր իմ ծննդյան օրն է, չնայած որ ես շատ նեղված եմ ու այսպես տխուր եմ, կարելի ասել։ Վերջին հաշվով շատ կուզենայի, որ իմ կանխատեսումները Հայաստանի ընտրությունների հետ կապված չլինեին, բայց եթե հիշում եք, այսպես մինչև հիմա բացահայտում, կանխատեսում չեմ սխալվել։ Ու այս էլ այդ դեպքերից մեկն էր, որ սրտանց կուզեի, որ սխալված լինեի, բայց չսխալվեցի։ Այստեղ էլ շատ, ինչպես ասել էի, այդպես էլ եղավ։ Ու չնայած, որ այսօր իմ համար հրաշք օր է, մի փոքր տխուր եմ այս ամեն ինչի հետ կապված։ Ֆեյքերը արդեն հարձակվել են իմ էջին։ Ես թույլ եմ տալիս իմ էջի ադեկվատ հայրենասեր մարդիկ, ովքեր տեսնում են կեղծը ու ճշմարտությունը, տեսնում են թացն ու չորը ու լավ գիտեն որոնց ինչ տեղի ունեցավ այս պատմության մեջ, թույլ եմ տալիս ձեզ, որ այսպես լավ այդ բիոզանգվածին ոնց ուզեք այնպես պատասխանեք, իհարկե առանց հայհոյանքների, իմ էջում հայհոյանքներ ես չեմ հանդուրժում, այդ դեպքում դուք էլ կգնաք սև ցուցակ։ Բայց ամեն դեպքում աշխատանքը մնում է աշխատանք եւ եկեք մենք այսօր անենք կանխատեսում եւ տեսնենք ինչ էներգիաների մեջ կլինենք մենք այսօր։ Ինչու եմ ես տխուր, ցավոք սրտի տեսնում եմ այն, ինչ որ կատարվում է, ատում են կեղծիքն ու սուտը, կեղծ այսպես մարդկանց եւ իրադարձությունները ու շատ լավ գիտեմ հետագայում ինչ բարդությունների առաջ ենք մենք որպես հայ ժողովուրդ կանգնելու, ինչևից այսօրվա օրվա էներգիան, մեր այսօրվա օրվա էներգիան, մեր այսօրվա օրվա էներգիան, լավ կարտ եմ ուզում մեզ համար դուրս գա, կարտ է սիլա, սա իմ կարտն է, 8-րդ արկան, 8-րդ օր, դե ինչ հարգելի ժողովուրդ, երևի բոլորիս այսօր ուժ է պետք, ուժեղ լինել է պետք, այսօր մենք պետք է կարողանանք բանականությունով հաղթել մեր բնազդներին, պետք է լինենք քաջ, անվախ և հասկանանք, որ այս կյանքում հնարավոր է, որ խարդախության ճանապարհով շատ արագ մարդ կարողանա հասնել կեղտոտ նպատակին, բայց մաքուր ճանապարհը միշտ էլ կամքի ուժ է պահանջում։ Իսկ դուք ընտրեք ոչինչ դժվարը, որովհետև այն ինչին արագ հասնում ես, արագ էլ կարող ես կորցնել։ Իսկ այն ինչին դու հասել ես քո ուժով, քո բանականությամբ, այն կարող է քեզ համար դառնալ երկար և հաստատակամ ճանապարհ և արդյունք։